ձեր արած գործի համար։ Շատ շնորհակալ։ Մեզ պետքա մի բան, միասնություն, ոնց կարան մեզ հաղթեն, բաժանելով իրարից։ Մեզ կարան հաղթեն, Էջմիածին էինք 3 օր առաջ, գիտեք ոնց էր բաժանված, մեջտեղից ոստիկաններն էին, հարցնում էին ամեն մարդու, դու եկեղեցուն ես պաշտպանում, թե հենց տենց էլ ոստիկանները հարցնում էին, թե Նիկոլական ես։ Ասում ես եկեղեցուն եմ պաշտպանում, ասում աչ։ Ասում ես Նիկոլական, ասում ձախ։ Բայց հայ են էլի, բոլորը, ասենք, նույն կարող ես ստեղ լինեի, դիմացից մի հատ է Նարեկ Կարապետյան ընդեղ լիներ։ Հայ էին բոլորը, ինչ Նիկոլական, ինչ եկեղեցուն, բոլորն է պետքա եկեղեցուն պաշտպանեն։ Որ օրենք հասե, որ մեր արանքը պետքա ոստիկան լինի։ Էդի սարկած ճանապարհա ժողովուրդ ջան, որովհետև բոլորը գիտեն, որ երբ մենք միասին ենք, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, մենք ավելի հարուստ ենք դառնում, որովհետև տարածաշրջանի բոլոր երկրներից ամենագործունյա ազգը այս ազգն է։ Աղբերը թշնամի ասարկի, աղբերը թշնամի ասարկի։ Էդի ոնց եղաբա։ Էս էի ուզում ձեզ ասեի, դուք ինձ ասիք։ Ժողովուրդ ջան, տնտեսությունը չի զարգանում, որովհետև տնտեսությունից իրանք բան չեն հասկանում։ Մեր երկրին պետք է մարդ, ով տնտեսությունը լավ տիրապետում է, ով գործարարությունը, ձեռնարկատիրությունը ամբողջությամբ հասկանում է։ Ինչքան է լավ թերթի խմբագիր լինի Հայաստանի Նիկոլ վարչապետը, ինքը տնտեսությունից չի հասկանում։ Աղքատությունից ելնելու ճանապարհը լավ, ուժեղ տնտեսությունից հասկացող ղեկավարն է։ Համել որ դրանից հետո էլ նստենք ընտանիքներով, բոլորով սեղանի շուրջ, հիշենք որտեղից ենք եկել, չասենք կառավարությունը չի թողում հիշենք որտեղից ենք եկել, ինչ անշակում չի թողում որտեղից եք։ Մենք եկել ենք Մուշից, գնացել ենք դուք ամենայն դեպս ապարանից ստեղ, ու միշտ էլ դա հիշելու ենք ոնց ենք եկել, ու մեր տնտեսությունն զարգացնելու ենք, խաղաղության հասնելու ենք, հաստատ խաղաղության հասնելու ենք։ Ու հասնելու ենք, բայց այն խաղաղության, որ իրանց դեմը չոկած չլնենք, որ հավասարը հավասարի լինի։